Ողջույն, սիրելի արմավիրցիներ, շատ մեծ հպարտություն է գտնվել մի քաղաքում, մի մարզում, որտեղ նաև մեր պապերի, հայրերի քաջագործությամբ կանգնեցվեց թուրքական հերոսակախումբը և հայկական պետականությունը վեր հառնեց։ Ես ուզում եմ այսօր խոսել այս իշխանությունների ստի ու կեղծիքի մասին, որ տարածում են այս օրերի ընթացքում։ Այս իշխանության ամենաթքոտ ներկայացուցիչը գուշակեցիք չէ ով է։ Չէ, Ալենը։ Ալեն Սիմոնյանը օրերս հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ օգոստոսի 8-ի այդ հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը այլևս չի բարձրացնում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Ես ասում եմ, Ալեն, ստում ես, որովհետև վերջին անգամ Ալիևը ամենաբարձր մակարդակով դեկտեմբերի 5-ին օգոստոսի 8-ից, այսինքն 4 ամիս անց խոսել է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին։ Դրանից հետո այս ամիս տեղի է ունեցել այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համաժողով, որին մասնակցել են ոչ միայն ադրբեջանցի պատգամավորներ, մասնակցել են պատգամավորներ Վրաստանից, Թուրքիայից, Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ, այսինքն իրենք այս իրականությունը թաքցնում են, որպեսզի հունիսի 7-ից առաջ այդ վտանգը չզգալով մեր հայրենակիցները շարունակեն խաբեության մեջ մնալ։ Հիմա այս իշխանության ամենաստախոս ներկայացուցիչի մասին, գիտեք ով է ինքը։ Նիկոլը։ Փաշինյանը 3 թե առաջ օր ասում է, ես երաշխիք եմ տալիս, որ ադրբեջանցիներ չեն վերադառնա Հայաստան։ Դուք հավատում եք, ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյան, քո երաշխիքով ապառիկով ֆեն հնարավոր չի գնել, ուր մնաց ադրբեջանցիների դեմն առնել։ Նրանք ասում են, որ նախագահ Քոչարյանի գլխավորած ուժը և այլ ընդդիմադիր ուժեր պատերազմի կուսակցություններ են, պատերազմ բերող առաջնորդներ են։ Եվ խոսում են նաև ինքնիշխանությունից։ Երբ Ռոբերտ Քոչարյանը իր մարտական ընկերները, իր գաղափարակից ընկերները հիմքն էին դնում Արցախի շարժմամբ և Հայաստանի անկախության շարժմամբ, Հայաստան պետականությամբ, Նիկոլ Փաշինյանը թռած էր այդ ամեն ինչից, թռած էր բանակից և ինքը գոնե ինքնիշխանությունից, Հայաստանի անկախությունից խոսելի իրավունք չունի։ Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցնում է, որ եթե ինքը կորցնի իշխանությունը, պատերազմ կլինի։ Գիտեք, դա շատ նման է իրավիճակի, որ ասենք, վատ բան եմ ուզում ասեմ, թե չէ։ Դա ոնց որ ընկեր իշխանը ասեց ասա, դա ոնց որ մանկապղծության մեջ մեղադրվողը ասի այ որ ինձ մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հանեք, մանկապղծությունը կշատանա, հնարավոր է հավատալ այդ իրավիճակին, ոչ իհարկե։ Սիրելի ժողովուրդ, ուզեցա ասել, որ ապագայից եմ եկել ձեզ մոտ, Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագայից։ Ես եզդի ժողովրդի զավակ եմ և ներկայացնում եմ Հայաստան դաշինքը, եզդիները ցավոք սրտի, շնորհակալ եմ, եզդիները ցավոք սրտի չունեն պետականություն և պետականություն չունենալով չեն կարողանում պաշտպանել իրենց, չպաշտպանելով իրենց 2014-ին եզդիները վերապրեցին 74-րդ ցեղասպանությունը, սա մեր ամոթն է որպես եզդիներ։ Հիմա դուք որպեսզի ես ձեր ապագան եմ, որովհետև եթե Փաշինյանը վերընտրվեց, հայ ժողովուրդը կրկնելու է այն ճակատագիրը, որը ունեցել է իմ ժողովուրդը։ Ես չեմ ուզում, մենք չենք ուզում, որ դուք այդ ապագան ունենաք, սիրելի ժողովուրդ, որովհետև ի տարբերություն եզդիների, ովքեր ունեին ձեզ, բարեկամ հայ ժողովրդին, դուք չունեք ձեր հայերին, ում մեջ ապաստան կարող եք գտնել։ Արտաշատի հանրահավաքի ժամանակ ասացի,
ավարտելով խոսքս, հա, ասեցի, որ փորձում եք կերպար գտնել, թե ինչ կերպարի նմանեցնեմ նախագահ Քոչարյանին, ասի, որ ավակ եղբոր կերպարի է նման, որովհետև ավակ եղբայրները հաճախ իրենց վրա վերցնում են հարվածներ, որ մեզ պիտի հասնեին, այո, նախագահ Քոչարյանը եղել է մեր հասարակության ավակ եղբայրը, բայց նաև նա եղել է մեր հասարակության, մեր պետության շանթարգելը, որ հարվածներ է իր վրա վերցել և հասարակությունը այդ վնասը չի տեսել։ Հիմա այս ծաղրացուների իշխանությունը ամեն բան գցում են ժողովրդի վրա։ Ժողովուրդ ջան, դուք պետք է զբաղվեք ձեր աշխատանքով, արարեք, հողագործությամբ զբաղվեք, աշխատեք, բիզնես անեք, բոլոր հոգսերը, անվտանգության, պետության հեղինակության, պիտի այդ հոգսերը իր վրա վերցնի իշխանությունը և այս պարագայում ես առաջարկում եմ, որովհետև վստահ եմ, որ այդ հոգսը կարող է տանել, այդ հոգսը իր վրա վերցնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար պետք է, որ հունիսի 7-ին դուք ընտրեք համար 17-ին, հեռացնելով 16 համարի տակ թաքնված 16-րդ վարչապետին, բերելով 17-րդ համարի տակ հպարտ կանգնած 17-րդ վարչապետին։